Ադրբեջան պետություն գոյություն չունի, չի ունեցել, ունենալու համար եւս ինքնորոշում կոչվածի համար եւս հիմքեր են պետք։ Ես բազմիցս զապրոս եմ արել, հարցում եմ կատարել, կա իրավական ակտեր, որի հիման վրա ճանաչվել է, փոխանցվել է, ընդունվել է եւ այլն, չկա, որից է մեկը գոյություն չունի։ Հիմա ձեր գիտակցությամբ Ադրբեջանի վարչատարածքային միավորը Արցախը, այսինքն ադրբեջանական տարածք է, ճիշտ է։ Այս 4 սպիդերները ուրեմն ձեզ խաբվել են։ Այս 4 սպիդերները ուրեմն իրենց համակարգերով հանդիսանում են պետական դավաճաններ, միջազգային հանցագործներ, պատերազմներ, հրահրողներ։ Հիմնավոր են։ Բերել է, Ռաուֆ, տեսեք, քորը ասում է բերել են։ Նա չի ասում նշանակել են, որովհետև մեր սահմանադրությամբ մեր օրենքներով նման օրենք չկա, որ ադրբեջանցին թուրքը կարա գա նշանակվի նախագահ, վարչապետ եւ այլն։ Հիմա ադրբեջանցուն բերեց, նշանակեց նախագահ, 10 տարվա քաղաքացիություն չուներ, նշանակել է, ով է մասնակցություն ունեցել, Վզգոն, Թեմիրճյանը, Քորը, համակարգերը, դադախազությունը, քնչական, ազգային նախորդ դեպուտանկեք, կուսակցություններ։ Տեսեք, բոլորը սրա մասնակցություն ունեն։ Հիմա դուք եթե օլուխ եկել է, էշ եկել է, ես դրա մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ այն համակարգ կոչվածներին, որոնք պարտավոր են գիտելիքներ ունենան։ Դուք խոսում եք այսօր օրենքներից, այդ օրենքները պետք է կիրառվեն, գրված է ինչի համար, որ ворները ծրփեք, հետո լպստեք արա։ Թե օրենքը գրված է, հավասարազոր պետք է կիրառվի, ճիշտ է։ Հիմա հարց եմ առաջանում։ Այլ պետության ադրբեջանցին ձեր թշնամին, որ գալիս է նստում է թագավոր, դա ինչ է նշանակում։ Հա? Կամ ադրբեջանցուն, որը հանդիսանում է մեր թշնամին, ո՞նց է գալիս։ Ով է ինչի համար եք բերում։ Ասեք հարցարակ, պարզ հարցերա։ Ինչի համար այ պորնիկի ծնունդ, եթե դու գիտակցություն չունես, պիտի լիներ դադախազություն։ Ենթադրենք քորը շիզոֆրենիկա, անմեղսունակա, հա, կամ բոզի տղա է թուրքի շինված ատխոդ, հա, որը շահագրգռված է, որ թուրքին բերի նշանակի եւ թուրքը իրականացնի թուրքական ծրագիրը։ Տեսեք ինչ եմ ասում։ Հիմա, եթե քորը դա չի գիտակցում ու ինքը ուրեմն անմեղսունակ է։ Եթե ինքը գիտակցելով այդ այրը համակարգերի հետ Դեմիրճյան, Վզգոյև այլ համակարգերով հանդերձ, ուրեմն սրանք գործակալներ են։ Ուրեմն գործակալները պետական դավաճաններ են, որովհետև գործել են նաև մեր ազգի մեր պետության դեմ։ Ուրեմն այդ բոլորը հանդիսանում են պետական դավաճաններ եւ նրանք, ովքեր սպորնիկներին, այս 4 սպորնիկներին, այս 91 թվականից սկսած առօրս գործող համակարգ կոչված, իշխանություն կոչված եւ այլն, կուսակցություն, ազգային նախորդ դեպուտանք, բոլորը հանցագործներ են, ոչ միայն պետական դավաճաններ, այլ նաեւ միջազգային հանցագործներ, որովհետեւ նշանակելով ադրբեջանցուն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, նա բնականաբար տանելու է այն քաղաքականությունը, այն ծրագիրը, որը իր ցեղակիցներն են պարտադրում, իր ցեղակիցների շահերից է բխում։ Եվ դուք գիտակցաբար թե անգիտակից ծառայելով, իրականացնելով համատեղ մասնակցություն ունենալով ընտրություն եւ այլ ազգային ախորի դեպուտանկեքի ընտրություն, քաղաքական շոուներ եւ այլն, դուք կամա թե ակամա դառնում եք հանցակից մասնակիցներ այդ բոլոր հանցագործություններին, պետական դավաճանություններին, ազգի դեմ իրականացված ցեղասպանության, գենոցիդին, որոնք միջազգային կոնվենցիաներ են, պատերազմների հրահրմանը, ազգերի բախմանը, ազգեր ժողովուրդ բախմանը,
տարածքների վաճառքին, ՀՀ բյուջեի ֆինանսավորմանը, ձեր երեխաներին որպես հայրերին, քույրերին, աղբերներին եւ այլն որպես վարձու վարձկաններ զոհաբերելուն, էլի գենոցիդի ենթարկելու։ Ես սրանք քրեական օրենսգիր, էլ չեմ խոսում մանկապղծություն եւ այլ հոդվածներով, չեմ խոսում դրա մասին։ Ես խոսում եմ կոնվենցիաներից, որոնք այս պոռնկածանունները եւս ստորագրել են։